Լսել խոսքը, հոգով տիրոջ տան մեջ ես, նրանք, որոնք տիրոջ տան մեջ են հոգով, նրանք այսօր օգուտ են քաղելու։ Այդ երբ որ մեքենայով գալիս էի, իմ ընտանիքիս հետ, ես իմ զավակներին ասեցի, որ աղոթենք, որ այսօրվա մեր գնալը անօգուտ չլինի, անպայման ծառայությունից հետո դու ինքդ հոգուտ մեջ զգաս, որ մի բան առել ես այսօր, ինչ որ մի բան առար, որ գնացիր։ Դու ինքդ էլ այդպես տրամադրվի, որ եթե դու ինչպես որ գալիս ես այնպես գնում ես, դա պարտականություն է, ուղղակի եկար գալու համար, բայց երբ որ դու գնում ես ու ասում ես ճանապարհին, ասում ես այս խոսքը ինչ դիպուկ կպավի իմ սրտին ու դրա վրա մտածելով ես գնում, թեթևացած ես գնում, ուրեմն այսօրվա քո գալը օգուտ էր, ասա ամեն, այնպես արա, որ քո հոգուն դու օգուտ տաս, փառք Տիրոջը, ասա Սուրբ Հոգի, իմ հոգուս մեջ ես դեռ դատարկություն եմ զգում և կարիք ունեմ լեցվելու, հալելույա։ Հիշիր ստեղծողին քո երիտասարդության օրերումը, քանի որ չեն եկել թշվառության օրերը և չեն հասել այն տարիները, որ ասես, թե նրանց չեմ հավանում։ Գիտես, դա միայն երիտասարդներին չի վերաբերվում, դա բոլորին է վերաբերվում։ Հիշիր քո կյանքի տարիներին, քո արարչին, քանի դեռ չեն եկել թշվառության օրերը։ Ես հիշում եմ իմ կյանքիս մեջ, երբ որ թշվառության օրերը եկան, մինչև Տիրոջը ծառայելը, եւ այդ թշվառության օրերը եւ այդ տարիներին ես չէի հավանում։ Եվ փառք Տիրոջը, որ Տերը անցավ իմ կողքով ու ասեց ապրի։ Եղել է քո կյանքիդ մեջ, դու հիշում ես, որ թշվառության օրերին Տերը քո կողքով անցավ։ Ժորժան, ով է հիշում իր ծնունդը, երբ դու ծնվեցիր, հիշում ես ինչպես ծնվեցիր, որովհետև Տերը ասեց ապրի, քո կողքին ասա, դու ծնվել ես, որովհետև Տերը ասել է ապրիր։ Գիտես, որ քո կողքին դու մի բան ասում ես, եթե ինքս թե մտքով չի լինում, գալիս է ստեղ երևում է ամեն ինչ։ Անուններով ասեմ, ով նոր եկավ, աղոթող հոգիներից շատերը կան։ Ժողովուրդ, Աստծո տան մեջ եղեք, հոգով եղեք։ Ինչի մասն ես մտածում, ինչ կարևոր բան կա քո կյանքի մեջ։ Ուրեմն, հիշիր քո Տեր Աստծուն ամեն ժամանակ, հիշիր ու փառավորի քո Տեր Աստծուն, անգամ հոգևոր կյանքի մեջ հիշիր քո Տեր Աստծուն։ Այդ չէ Պողոս առաքյալը Տիմոթեոսին ասում, հիշիր Հիսուս Քրիստոսին մեռելներից հարություն առածին։ Տիմոթեոսն էլ էր առաքյալ, Տիմոթեոսն էլ հովիվ էր, երեցել։ Ինչի ասում հիշիր, որովհետև դու միշտ հիշես Դավիթի նման ու ասես, օրհնիր Տերը, ով իմ անձս, ու մի մոռացի Տիրոջ արած բարիքները, այն որ ես կամ, այն որ ես ունեմ, դա իր շնորհքն է, սա է հիշելը։ Իսկ դու հիշում ես, թե բարձրանում ես, որ իբր թե դու առար, դու ունես, քեզանով էր սա, ոչ, ամեն բան առնով է։ Ժողովուրդ, ով է հավատում և դավանում, որ այն ինչ որ ինքը ունի այն բարիքը դա առնով է, Տերն է տվել, ձեռքը բարձր, ուրեմն չբարձենաս չարածի պես, իբր թե դու չես առել Աստծուց, իբր թե դա քեզանից եղել, պարծանք չունենաս, իմ և քո պարծանքը միայն սա է, որ ճանաչեցի և հասկացա, որ Հիսուսն է Տերը, օրհնյալ լինես դու իմ Աստված, հալելույա, քո կողքին ասա, ուշադիր լսիր, ասա, բայց մի բան էլ ասա նրան, քանի չի կտրվել արծաթի թելը, չի կոտրել ոսկի բաժակը, քո ոսկի բաժակը, և չի փշրվել քո սափորը աղբյուրի մոտ, չի կոտրվել անիվը, քո անիվը, այն ճանապարհը, որ դու ջրհորի մոտ, քանի դեռ չի կոտրվել անիվը ջրհորի վրա, ջրհորիկ, դարձիր քո Տեր Աստծուն, դարձիր քո Տեր Աստծուն։ Դու գիտես ինչ է նշանակում արծաթը, արծաթը ինչի խորհրդանիշն է, ոսկին աստվածության, արծաթը փրկության, քանի դեռ չի կտրվել փրկության թելը քո կյանքից, հիշիր քո արարչին, հիշիր ու փառավորի քո Աստծուն, գնահատի Տիրոջ արած շնորհները, ասա բարձր ամեն, հալելույա, ժողովով ամեն բան ուներ, Սողոմոնը ամեն բան ուներ, ավելին ասեմ 700 հատ կին, 300 հատ հարճ, ոսկի, արծաթ, ամեն բան, ինչ աչքը ցանկանում էր, ուներում էր, ինչ սիրտը ցանկանում էր, ունենում էր։ Եվ վերջում ինչ է ասում, փուչ է, ունայնության, և ասում է վերջում խոսքը սա է ասում, ահա մարդուս համար ամեն ինչ որ մարդուն պետք է, ով է ուզում իմանա մարդուն ինչ է պետք իր կյանքում, երկու բան, ասա ես ուզում եմ իմանամ այդ երկու բանը,
մարդուն անհրաժեշտ է երկու կարևոր բան։ Սողոմոնն է ասում, առաջինը վախեցիր քո Տեր Աստծուց, առաջին, երկրորդը պահիր նրա պատվիրանները։ Եվ գրված է, սա է ամեն բան մարդիս համար։ Ոչ մի անգամ մեր երիտասարդներ, ոչ մի անգամ մեր քույրեր եւ եղբայրներ, ոչ մի անգամ երկրի վրա ապագա չփնտրեք։ Աշխատումս լավ ես անում, բայց դրա մեջ ապագա չփնտրես, առաջ խաղացում, հասնելու, ուր ես ուզում հասնես։ Ես ուզում եմ հասնեմ վերել իմ կոչումին, իմ նպատակը այնտեղ է։ Իսկ երկրի վրա իմ աշխատանքս Աստված կորշնի, օրհնյալ լինի իմ Աստվածս։ Տերն է հարստացնողը, Տերն է աղքատացնողը, Տերն է գերեզմանի չեստողը, Տերը գերեզմանից հարություն տվողը, Տերն է կյանք տվողը, Տերն է մերձնողը։ Դու հավատում ես, որ Աստված կարա քեզի բարձրացնի։ Հովսեփը, ինչպես եղավ, որ Հովսեփը այդ ժամանակվա Եգիպտոսը, որ գերիշխող էր աշխարհի վրա, դարձավ վարչապետ։ Ինչպես։ Մի երազ պատմելով, մի երազ, տեսիք։ Եվ այդ տեսիքը, երբ որ նա մեկնաբանեց, նրան տրվեց իմաստություն, եւ այդ իմաստությունը նրան դրեց Եգիպտոսի վարչապետ։ Եվ նա ոչ միայն Եգիպտոսը այդ իմաստությամբ կառավարեց, ինչ է նա Եգիպտոսում սովորել էր, ինչ էր ավարտել։ Փարավոնի, չգիտեմ են քուրմեր են, ինչեր են, դրանց դասեր էր ավարտել։ Ոչ։ Փարավոնի քուրմերի անցած դասընթացների իմաստությունը փուշ դարձան այն իմաստության դեմ, որով Հովսեփը գործում է, այն Աստծո հոգով։ Կարող ես բարձրացնել ամեն, ուրեմն սիրելի երիտասարդ, չնմանվես աշխարհի երիտասարդներին, նրանց նման հագնվես, նրանց նման խոսած, հետո մեզ էլ ասես, ձեր ժամանակը այսպիսի բան չկա, հիմա ժամանակը փոխվել է։ Ժամանակը Աստծո չի փոխվել։ Տերը եղել է, Տերը կա եւ Տերը կլինի։ Ասա ամեն։ Պատկերացնես մարդ ասի, ավետարանը հնացել է։ Դու ես հնացել։ Դու ես փչացել։ Սակե չի վերաբերում, աշխարհն է վերաբերում։ Դու ես ապականվել։ Ժողովրդավարություն, ժողովուրդը բարի։ Արվամոլներին ամուսնացնում են, ասում են ժողովրդավարություն, առաջ խաղացում։ Դու փչացում ես դա։ Զապասություն է, սա Սոդոմն ու Գոմորն է, որ շատ շուտով Տերը պիտի այրի եւ ոչնչացնի։ Երիտասարդում ես օրինակ վերցնում։ Քո օրինակը քո Տեր Աստվածն է, ասա ամեն, հալելույա։ Աչքերպակի ձեր հետ բարձրի վեր, ասա եւս մի պատկում եմ ուզում հոգուս մեջ առնեմ, հալելույա։ Ասա Տեր, պատրաստ եմ իմ հոգուս մեջ առնելու։ Դու գիտես ինչ բան է կալը, ցորեն կալը, այսինքն կալը այն է, որտեղ որ ցորենը, երբ որ քավում են ցորենը բերում են եւ ցորենը հարդից իր վրա եղած կլեպից բաժանում են։ Եվ երբ որ բաժանում են, հարդը այլում են, ցորենը ծեծում են եւ ալյուր են սարքում։ Իսկ ալյուրից ինչ են սարքում, քույրեջան ալյուրից ինչ եք սարքում, առաջինը հաց։ Հիմա քո կյանքիդ մեջ դու պիտի ունենաս քո կալը։ Մարդը եթե իր կյանքի մեջ իր կալը չունեցավ, նա ինքը իր վրա եղած իր կյանքի հոգևոր ցորենը հարդից բաժանելու տեղ չի ունենա։ Այդ կալը, հիմա ասա ես ասոտան մեջ եմ, ասա ես հիմա ասոտան մեջ եմ, սա է հանդիսանում իմ հոգևոր կալը, որտեղ իմ կյանքից ցորենը եւ հարդը, մարմնավորը եւ հոգևորը իրարից ես բաժանում եմ։ Գիտես, մարդ իր կյանքի մեջ բնավորություն ունի, կամ տեսակետ ունի, կամ նախասիրություն, իրեն թվում է, թե դա հոգևոր բան է։ Բայց իրեն որ գալիս է հոգևոր կալի մեջ, հարդը քո տեսակետն է, ասամ են, քո բնավորությունը բանի պիտանի չի հարդ է, որ այրվելու է, ցորեն Աստծո խոսքն է, ցորենը իվերստին ծնունդն է, ցորենը վերին կոչումն է, ցորենը օծությունն է, նախանձը հարդն է, բարկությունը հարդն է, ասա ամեն, կալում դու պիտի բաժանես սա։ Եթե դու սա չբաժանես, մաքուրը անմաքուրից, դու չես կարող Տիրոջ երեսը տեսնել։ Այ Տիրոջ հոգովն էլ քուրը խոսած, որ Երանի մաքուր սրտողների, դու չես ում քո սիրտը մաքրես, նրանք Աստծո երեսը պիտի տեսնեն։
Ես ուզում եմ, որ իմ սիրտս մաքրվի։ Ես ուզում եմ, որ ամեն բան, որը հարդ է մարմնից առանձնանա, որը որ ցորենը մնա։ Եվ այդ ցորենը դա իմ մաքուր սիրտը կլինի, որով ես կարող եմ իմ Տեր Աստծուն տեսնել։ Քո կողքին ասում շատ լսի։ Այնպես ոչ անուշադիր հայացներ եմ տեսնում, որ խանգարում են քարոզելուն, անկեղծ եմ ասում։ Քո կալը, իմ առավոտյան կալը, ես այսօր հանդիպել եմ այնտեղ։ Առավոտյան ժամը 7-ին ես մտա իմ կալը։ Քո կողքին աս առավոտյան ժամը 7-ին, ասացու չխոսես։ Մնացածը դու գիտես։ Եթե մտել ես, ասա մտել եմ իմ կալը։ Եվ այնտեղ ինչ արեցի։ Երջախում ինչ եք արեք ալում, ցորենը հարդից բաժանեցի։ Ցորենը հարդից։ Իմ Տիրոջ ներկայության մեջ հայտնաբերեցի հարդը, իմ տեսակետը, իմ միտքը, ինչ որ մի գործողություն, որ ասենք ես անում եմ կամ մտածում էի անել եւ դա ընդհատեցի, ասեցի սա փեչի Տեր, ինձ պետք է դու, ինձ պետք է խոսքը, ինձ պետք է երկինքը, ինձ պետք է հայր դու, հալելույա։ Եվ առավոտյան այդ կալի մեջ սկսեցի ցորենը ծեծել։ Ասա ամեն, ցորենը ծեծել։ Եվ երբ ցորենը ծեծեցի, նա ալյուր դարձավ։ Եվ երբ ալյուր դարձավ, ես այդ ալյուրով Սուրբ Հոգին օգնեց, որ մի հաց նկանակ, գարեբեն հաց պատրաստեցի։ Ու կերար։ Ու անուշ եղավ։ Ասա ամեն։ Անենց ասեմ, որ քաղց առաջանա։ Դու գիտես, երբ որ մարդիկ պատրաստում են մի բան, ասում են, պատրաստման եղանակը, գիտեք, ուշադիր եք Ժողովուրդ։ Մարդուն բերում է մի ճաշատեսակ, նա ուտում է եւ սոված է լում ուտում է, ուղղակի ուտում է, արագ ուտում է, բայց ոչ համն է զգում, ոչ ասենք ոչ այդ համեմունքները, ոչ պատրաստման եղանակը, ոչ այդ գնահատում է պատրաստում է։ Բայց մինչև բերելը, երբ որ ասում են, դու գիտես սա ինչից է պատրաստված, սա մաքուր զուլալ խորթից է, խորթի լավ են փափուկ մսից, ասում են որ հատվածից։ Եվ ասում են սա խաշել ենք, սա կտրատել ենք, սողով հանել ենք, իմ մնացած չեմ ասում, որովհետև վախորժակը կբացի շատ է սողում մեջ է։ Ու երբ որ բերում ես դնում է դեմը, չէ, արդեն բուրունգը, հոտը, քաղցը սկսում է գնահատել։ Այդ դրա համար եմ ես ասում ես ամեն չէ, որ քո մեջ քաղց առաջանա, Աստծո Սուրբ Հոգու հաղորդակցելու։ Որ այնքան դա գերագույն բան է, որ Կատրիկ Ուլմանն ասում է Տեր, թեկուս, նյութական ոչինչ չունենա, մի հաց ունենամ ստամոքսս լեցնելու և մի հանդերձ ունենամ հագնելու մեկությունս ծածկելու, միայն թե չհեռացնես այն, որ ես ունեմ, դա միակն է իմ կյանքիս մեջ, որը Սուրբ Հոգու հաղորդակցությունն է։ Սուրբ Հոգու հաղորդակցության մեջ կա կյանք, բարձրացա ամեն։ Դատավորած 6-րդ գլուխ, խնդրում եմ բացել։ Իսրայելը մեղանչեց, Տերը մադիանացիների ձեռը մատնեց նրանց։ Լսում եք թե չէ։ Թշնամու ձեռքը։ Քո կողքին ասա, երբ որ դու մեղանչես, Տերը քո թշնամու ձեռքն է քեզ մատնելու։ Դա Աստծո ձեռագիրն է։ Այո, քո կողքին լավ ասա, երբ որ դու մեղանչես ու այդ մեղքի մեջ հարատևես, Տերը քեզ քո թշնամու ձեռքն է մատնելու։ Եվ հիմա իսրայելացիները ցորեն են ցանում, բայց ասում է, երբ որ ուզում էին հնձել, մադիանացիները թշնամին գալիս էր եւ տրորում էր, ավերում էր։ Հիմա լսեք։ Ուզում ես իմանալ դու քո թշնամիների ձեռքը մատնված ես թե չէ։ Այ հիմա եկեք որ դու լսում ես խոսքը, դա ցորենն է, բայց մտքերը գալիս են ու խառնում են լրիվ դու չես հիշում ինչ լսեցիր, ուրեմն դու թշնամու ձեռքը մատնված ես։ Մադիանացիները քո մտքի մեջ ավերում են այն ցորենը, որ իմաստով քեզ տալիս է։ Ով հասկացավ ինչ իմաստն է խոսքը։ Մարդիկ կան 2 ժամ, 1 ժամ, չեն կարողանում միտքը այստեղ պայել։ Ուրեմն իմացի, քո ցանած ցորենը կամ քո հնձած ցորենը մադիանացիները ավերում են։ Ինչի՞, որտեղ դու մեղանչել ես եւ Տերը քեզ քո սրտի ցանկություններին են մատնել։ Գիտես մատնելը որն է, ասում է, գնա ինչ ուզում ես արա, որտեղ դրա վերջը թշվառությունն է, որտեղ դրա վերջը ասելու ես չեմ հավանում ես ամեն ինչը։ Ուրեմն քանի որ չի եկել այդ ամեն ինչը, հիշիր քո Տեր Աստծուն։ Բարձրացա ամեն, ևս
Մարդիկ այստեղ նստած են, իրենց բիզնեսի վրա են մտածում, բիզնեսի վրա։ Կամ մեկի դեմ լեցված են ատելությամբ, դեռ այստեղ նստած քրվում են այդ մարդու։ Դու մատնված ես մատենացների ձեռքը։ Եվ այն ցորենը, որ դու ուզում ես պահես, նրանք տրորում են։ Ուրեմն հեռացրին Հիսուսի անունով նրանց։ Զարճավ ապաշխարի, դարձի քո Տեր Աստծուն։ Եվ պիտի օրհնվես։ Բարձրաս ամեն ով է ավարտում Սուրբ Հոգուց է, հնազդար եմ զգում ստե, ազատ եմ զգում ես, ազատ եմ զգում, որտեղ Տիրոջ ազատության հոգին այստեղ է։ Եվ Տիրոջ հրեշտակը գալիս է կանգնում է Գեդեոնի կողքին, նայեք ինչ է անում։ Երբ որ նա կալի մեջ ցորեն էր ծեծում։ Ասա, երբ Տիրոջ հրեշտակը եկավ ու կանգնեց քո անուն ասա, իմ կողքը, ես ասում եմ, առավոտյան Տիրոջ հրեշտակը կանգնեց Վալերի կողքը, երբ որ ես կալի մեջ ցորեն էի ծեծում։ Եվ այդ Տիրոջ հրեշտակը դա Տերն էր, որտեղ երբ որ Գեդեոնը զոհ մատուցանեց, նա այրեց այդ զոհը եւ ընդունեց։ Կարող ես ասել ամեն, ով է ուզում իր կյանքի մեջ հաղթություն ունենա, կալը ունեցի, ցորեն ծեծի։ Աստված իր հաղթությամբ քեզ կտա հաղթություն այն ժամանակ, երբ որ դու ունենաս քո անձնական կալը։ Ասեմ, որ ես իմ անձնական կալն էլ ունեմ, իմ ընտանիքի կալն էլ ունեմ։ Իմ մեծ ընտանիքի կալն էլ ունեմ այստեղ։ Ասեմ, առաջինը, իմ անձնական անհատական կալս դա իմ առանձին հաղորդակցությունն է։ Իմ ընտանիքիս կալը երեք երեկոյան հավաքվել են եւ սերտում են դա էր իմ ընտանիքիս կալը եւ խնդրում եմ Տեր օգնի, որ ես դրա մեջ հարատևեմ, ասա ամեն։ Իսկ իմ եկեղեցու իմ քույր եւ եղբայրների մեծ կալն են, որ այստեղ էլ ցորեն հարց բաժանում է, սա եկեղեցին է։ Երեք կա, եթե դու չպահես սա, Աստված իր հոգով չի գա քո մոտ եւ չի ասի, հետաքրքիր բան է ասում հրեշտակը, Տերը նրան ասում է, ով հզոր զորավոր, Տերը քեզ հետ է։ Ես 100% վստահ եմ, որ այսօր առավոտյան Տերը եկել է նել քրոջ մոտ եւ ասել է, ով հզոր զորավոր Տերը քեզ հետ է։ Ինչի՞, որովհետեւ ես 100% համոզված եմ, որովհետեւ նել քուրը կալումը ցորեն է ծեծում։ Ու այդ ծեծած ցորենները ուղարկում են նաեւ ժողովրդին։ Կարող ես ասել ամեն ով է ստացել այդ ցորենները ծեծված։ Ոչ կա ծրգրամ։ Իսկ դու երբ ես ծեծելու։ Իսկ դու երբ ես քո կալը ունենալու։ Չես ուզում Տերը հայտնվի քո կյանքի մեջ եւ ասի ով հզոր զորավոր Տերը քեզ հետ է եւ այդ զորությամբ գնա հաղթի մադյանացիներին։ Ժողովուրդ մենք խորհրդերից ենք խոսում, թե չէ պատմությունը Գեդեոնի ով չգիտի։ Ով չգիտի որ 300 հոգով Աստված հաղթություն տվեց։ Բայց սա հոգեվոր իմաստ է, հոգեվոր խորհուրդ է։ Իմ ձեր քեզ համար։ Բարձրաս ամեն եւ հետաքրքիր է։ Պատերազմի մասն է երկու բառ ասեմ։ Ես օրհնվել եմ եւ ուզում որ դու էլ օրհնվես։ Տերն ասում է, որ իսրայելացիներին հավաքի, զոր հավաքի եւ մատենացների դեպի պատերազմես եւ Գեդեոնը հավաքում է 32,000 հոգի։ Լսեք ժողովուրդ։ Հիմա ես կվերջացնեմ, բայց սա օրհնություն է քեզ համար։ 32,000 հոգի, երբ որ Աստված տեսնում է, ասում է շատ են հավաքվել։ Միգուցե ասում է ես հաղթությունը տամ եւ նրանք բարձրանան թե իրենց քանակով հաղթեցին եւ ասում են նրանց ասա ով որ վախկոտ է ով որ թուլասիրտ է թող ետ գնա իր տուն իմիջայլոց ասեմ քո կողքին ասա վախկոտը եւ թուլասիրտ ասում պետք չի եւ վախկոտները եւ թուլասիրտները 22,000 հոգի կեսից շատը ետ գնաց կեսից շատը եւ մնաց 10,000 հոգի եւ Տերն ասում է Գեդեոն սրանք են շատ Հիմա ասում եմ ես սրանց կփորձեմ։ Դու գիտես որ Տերը քեզ փորձում է։ Ով գիտի որ Աստված իրեն փորձում է։ Գիտես որ Տերը փորձում ջրի մոտ։ Այմա քեզ բերել է ջրի մոտ։ Հենց մա քեզ փորձում է։ Եվ ինչ են անում նրանք։ Նրանք ասում են գալիս են քեսից շատը, ձեռքերը դնում են, գլուխները մտցնում են ջրի մեջ ու սկսում են շանման լագել։ Դու տեսել եք շունը ինչպես է ջուր խմում։ Գլուխը կախ Հիմա պարկեն են թե ծնկների վրա, գլուխները կա, շան նման սկսել են լակել ջուրը։ Բայց 300 հոգի իշխում են ծնկների վրա, մի ձեռքով զենքն են բռնում, մի զենքով զենքը, ասա մի ձեռքով զենքը, հայացքով առաջ եւ այս ձեռքով ջուրը։ Այսպես ջուրը։ Պատկերացրեք այդ դրվագը։ Հիմա ասա ես ուզում դրա հոգեոր խորհուրդը լսեմ։ Ասա ջուրը դա ասո խոսքն է։ Ջուրը դա ասո խոսքն է։
Ես ուղղակի հոգով եմ ասում համարձակ։ Շան նման լակողները նրանք են, որ ասում են այսօր 5 թերթ կարդացի։ Այսօր ես կարդացի։ Այսօր ես աղոթեցի։ Այսինքն մի բան է, որ դու անում ես ու քեզ ոչ մի օգուտ չկա։ Եվ քո վրա կատարում է այն խոսքը, որ շունը վերադառնում է իր փսխածին։ Ժողովուրդ ջան, հասկացաք թե ինչ։ Այն մարդը, որը կրոնավոր է, կրոնական եւ պարտականություն է կատարում, ասու այդ հաղորդակցվելը, դա նման է այս մարդկանց, որոնք շան նման լագեցին։ Եվ ոչինչ չհասկացան։ Մարդը ասում է, ես այսօր աղոթել եմ, ես այսօր կարդացել եմ, լավ ես արել, ինչ ես արել քո Տեր Աստծուց։ Հաղորդակցության ժամանակ Տերը կպասխի քեզ, թե չէ, ուրեմն դու նման ես այս մարդկանց, որոնք գլուխը մտցնում են ջրի մեջ, իբր թե հաղորդակցությունը դա եւ շանման լակում են եւ նրանց վրա կատարում է Պետրոս առաքյալի գրված այս խոսքը, որ լվացված խոզը վերադառնում է նորից ընկնում է ցեխը, կամ էլ շունը, երբ որ փսխում է, դուք տեսել եք, երբ որ շունը փսխում է, հետ է տալիս եւ գնում է պտտում է եւ գալիս է հետ տվածը ուտում է։ Այսինքն, եթե մի մարդ շարունակաբար մեղանչում է, շարունակաբար ընկնում է մեղքի մեջ, շարունակաբար սիրում է, ուրեմն նա շան լագելու նման է ջուրը խմում։ Բայց նրան, ասա ձեռքդ պարտեբեր, ասա ես ուզում 300 հոգու մեջ եմ, 300 հոգիները շնորհքի տակ եղողներն էին, ասա ամեն, որոնք զենքը իրանց ձեռքից չէին գցում, որոնք աչքերի տեսողությունը հոգևոր չէր վարում, եւ ասեք Ժողովուրդ ջան, որոնք իրենց ձեռքը մտցնում էին ջրի մեջ եւ այդ ձեռքով էին խմում, ասա ձեռքը օծությունն է, ձեռքը օծությունն է, եթե ես օծությամբ այստեղից մի բան չառնեմ խմելու, ես այն բախկոտների, թուլասիրների կամ այն շան լագոնների նման կլինեն, որ ոչ մի օգուտ չստացան եւ Աստծուն պետք չեն այդ մարդիկ։ Բայց այն Աստծո զավակները, լսեք Ժողովուրդ ջան, որոնք երբ որ հաղորդակցվում են եւ հետո սպասում են, որ օծությունը այստեղից մի ջուր տա, թեկուզ մի ձեռք ջուր տա, եւ այդ հոգու հայտնությունը եւ այդ գարեգեն հացը երբ որ ուտում են, նրանք էլ այն 300 հոգիներն են, որոնց միջոցով Աստված հաղթություն է տալուս։ Ձերքը պարզ դեպիվեր, ասա ես հասկացա ինչ իմաստ է խոսքը։ Գիտես, մի անգամ ես տարիներ առաջ Աստված մի տեսիլք ցույց տվեց։ Ուրեմն, հոգևոր մարդիկ 3 տեսակի։ Առաջինները այսպես էին։ Կարդում էին եւ գրում, կարդում գրում։ Հետո թերթում էին, կարդում գրում։ Ասա սրանք այն 10,000 հոգին են, որ գլուխները կախում ու լակում են մենակ ջուրը։ Բարձրացան են։ Մյուս երկրորդ տարբերակը սա էր, կարդում էին, նայում էին վերև, հայտնություն առնում ու գերում։ Կարդում էին, մտածում էին, նայում էին վերև, հայտնություն առնում և գերում։ Ասա սա 300 հոգին են, որոնք իրենց ձեռքով կենքան ավետարանի խոսքից ջուր էին առնում։ Ասա ամեն։ Երրորդը հպարտ ու ամբարտավան մարդիկ առած ու թագավորած, հանգիստ անհոգ հանգստությամբ, հացի կուշտ վիճակով, սովորեցնող երկուսի վրա ծիծաղում են, ծաղրող մարդիկ։ Ժողովուրդ ջան, որ կարգավիճակում ես դու, ես ուզում եմ 300 հոգու մեջ լինել, ես ուզում եմ իմ կալս ունենամ, այնտեղ ցորենը հարտից բաժանեմ, դու այսօր ինչ-որ մի բան առնում ես, Եվ երբ որ Աստված Գեդեոնին ասում է, ես քեզ հաղթություն տվի, ասում է քո որպես հաղթության նշան իջի թշնամու զորքի մեջ ու տես ինչ եմ պատմում, եւ Գեդեոնը պատկերացրեք, գիշերով իջնում է եւ տեսնում է մադիանացիներ հավաքված են իրենց վրաների մոտ, եւ մեկը մյուսին երազ է պատմում, ասում է, լսի, երազում ինչ տեսա։ Երազում տեսա մի մեծ քարի նման մի բան գլորվելով գալիս էր ու հարվածեց մեզ ու մեզ ջարդու փշուր արեց եւ ասում է ես տեսա որ դա մի գարեգեն հաց էր հետաքրքիր է ինչ է գարեգեն հաց ինչի՞ պիտի պատերազմի դաշտում մեկը շնամի երազ տեսնի դա գարեգեն հաց է եւ ասում է գարեգեն հացը գլորվեց սարից ու հարվածեց մեզ ասա ամեն դու ուզում ես շնամուն հարվածես գարեգեն հացը գլորի
Կալիք մեջ հարդը բաժանի ցորենը ծեծի ալուր դարձրա, կարող են հաց պատրաստել և դավանությամբ գլորի թշնամու վրա։ Ժորդով առավ, գլորելը դա դավանությունն է, բայց որ առանց կալի մեջից առնելու ես, ինչ որ մեկից լսում ու ասում ես, դա պակնձի ձայն է, զինք, ոչ մի օգուտ էլ չկա այդ դավանության մեջ, դա դավանություն չի, բայց կարել են հացը գլորելը, դա թշնամու պարտությունն է, բարձրացամ է, և հետո թշնամին ասում է, սա ուրիշ բան չի, քան թե ոչ միայն դա Գեդեոնի սուրը, ասում մենք կորանք, Աստված մեզ Իսրայելի ձեռքը մատնեց, և ասում է, Գեդեոն ասում է, երբ որ լսեց երազը, երբ որ լսեց երազի մեկնություն, ասում է նրան մեկ բան էր մնում, որ դա անի այնպես ինչպես որ տեսավ, Ժորժան, պատկերացնող թշնամու տերը, երազ է ցույց տալիս, երազը մեկնություններ է տալիս, որ Գեդեոնը տեսնի, որի կհաղթող է, ասա ամեն, դու հավատում ես, որ այն կանոններով, երբ որ դու առաջնորդվես, հաղթությունը քոնն է, կամներ ոտքի գրախնդրում եմ, հիմա կարող են հաց են գլորելու, կարող են հաց են գլորելու, այ դու ինչ մադյանացիները ովքեր են քո կյանքիդ մեջ որ եկել են քո վրա, մադյանացիներ ունես, թե չէ Մադյանացիները դրա մեղքը կարա լինի, դա եկշախում ջան, լսեք, աշխարհի հանդեպ սերը լինի, աշխարհի հանդեպ սեր, հետո ինչ որ դուք այստեղ ոչ մի բանով չեք շփվում, աշխարհը մարդու մեջն է, կարող մարդը այնքան տեն չի աշխարհին, բայց ոչինչ չանի, բայց աշխարհի մեջ եղող այնքան տենչանք չունենա, քան թե Աստծո ծառան, որը աշխարհի մեջ չի, գիտես, ներքուստ ինչ ես ցանկանում, դա է կարևորը, ուրեմն մադյանացիները դրանք են, դու հիմա կարող ես Կարող են հացը գլորել դրանց վրա, աչքերը փակի, ձեռքդ պարզդեպի վեր, և ասա ես հիմա Տիրոջ հոգով կարող են հացն գլորում ես թշնամու վրա, ես ասա պատկանում եմ Հիսուս Քրիստոսին, իմ սրտիս մեջ է սթրված Հիսուսի սերը, ես ամեն բան կարող եմ անել ինձ զորացնող Քրիստոսով, սա գալերեն եմ, գարեղ են հացը, որ ես գլորում եմ, ասա ամեն, այն ֆինանսական պակասությունները, որ պատել են ինձ, ես հիմա Հիսուս Քրիստոսի անունով դավանում եմ ու գլորում եմ գարեղ են հացը, որ ես ամեն բան առել եմ, առատությամբ ունեմ, լեցված եմ օժնություններով, և այն ինչի մեջ, որ ես կամ գոհ եմ իմ հորիցս, շնորհակալ եմ իմ Աստծուցս, ասա ամեն, եթե հիվանդություններն են պատել, դա քո մադյանացիներն են, ուրեմն հիմա ձեռքդ պարզդեպի վեր և գարեղ են հացն ես գլորում, ես ազատ եմ հիվանդության անեցիներից, ես Քրիստոսի վերքերով բժշկված եմ, իմ առողջ մարմին ունենալու համար Տերս գինը վճարել և դու սատանա պարտված ես, հալելույա, իմ ընտանիքս, իմ զավակներս նահանջել են, մադյանացիներ, հարստահարել ես իմ տունս, հիմա լսիր, Տիրոջ խոսքը, այո է և ամեն է, Տիրոջ խոսքի մեջ այո և ամեն կա, և ես պիտի նրանց բոլորին տեսնեմ Տիրոջ մեջ, Աստծո արքայության մեջ, ես պիտի տեսնեմ իմ բոլոր հարազատներին և իմ բարեկամներին փրկության մեջ հաստատված, և դու սատանա պարտված ես Հիսուսի անունով, ով գլորես գարեղ են հացը, ծափարի Տիրոջը, Օրհնյալ լինես իմ Աստված, շնորհակալ ենք քեզանից Հայրի։ Այս ամեն ինչը արագ ու ամեն օրվա կյանքի մեջ եւ պիտի հաղթություն ունենաս։ Աստծո զավակին չի սազում վախկոտ լինել, տկար լինել, հոգնած լինել կամ անճար իրենս կա։ Հուսահատություն դա սատանայից է։ Հույսը մեր Աստծուց է։ Ասա ամեն։ Եթե քո մեջ տեսնում ես մի վիճակ, որը հոգևոր կյանքից շատ ես հեռացել, մատյանացիները պատել են, սկսի կալից, սկսի քո կալից, վերականգնի քո կալը, հարդը ցորենից բաժանի, ցորենը ծեծի, ալուր դարձրա, կարող են հաց պատրաստի ու գլորի մատյանացիների վրա, բարձրացա ամեն։